թմրամոլն ունի ապագա։ Բանտերի եւ վերականգնողական կենտրոնի ծառայությունն իր դռները բացեց մարդկային աչքով որոշակի ավարտ համարվող, բայց Աստծո պլանավորմամբ նոր կյանքի սկիզբ դրվող այն մարդկանց համար, ովքեր ունեն կախվածություն ամենատարբեր երևույթներից։ Այո, այս մարդիկ ունեն ապագա Աստծով։ Միայն Աստված կարող է աշխատել նրանց սրտերի հետ եւ օգնել նրանց դժվար թվացող որոշումների մեջ, դնելով կյանքի, հավիտենական կյանքի իր արքայության սկիզբը նրանց սրտերում։ Արի միասին աղոթենք ապագա ունեցող այս մարդկանց համար, խնդրելով Աստծո միջամտությունն ու նորոգությունը նրանց կյանքում։ Միացիր մեզ ամեն երեքշաբթի երեկոյան 7-ին։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ։ Կարճ ուզում եմ ներկայացնեմ, թե ինչ սկսեց Աստված իմ կյանքում, ու ոնց է շարունակում ու հավատում եմ ինչև վերջ կտանի։ Գիտեք, հետաքրքիր էր 98 թվականին հայտնվեցի վատ կյանքի մեջ, հայտնվեցի վատ ճանապարհներում։ 2005 թվականից Աստված ազատեց ինձ այդ ամեն ինչից, դուրս հանեց այդ կյանքից, ու ես սկսեցի ծառայել ամեն բանտարկյալի, ամեն կախվածություն ունեցողի, ամեն հանցագործի, ու անցան այդպես 20 տարիներ։ Ու հետաքրքիրը Աստված մի օր ինձ խոսք տվեց, ասեց ես քեզ Ամերիկայում անվճար վերականգնողական կենտրոն եմ տալու, ու հետաքրքիրը նա էր, որ տարի 9 ամիս հետո Աստված այդ հրաշքը արեց, Աստված իր խոստմունքը իրականացրեց, ասեց եւ արեց, ու պատկերացնում եք արդեն 25 թվականի մայիսի 1-ին մենք ստեղ ունեցանք, բացեցինք վերականգնողական կենտրոն։ Ծիելներս փառք Հիսուսին, ահա մեր վերականգնողական կենտրոնի տունը։ Կասում եմ բոլոր զողողների համար, են բոլոր խրախուսողների համար, են բոլոր ներդրվողների համար։ Մի խոսքով ունեցանք այն, ինչ որ այսօր ունենք ու պտուղաբերում Հիսուս Քրիստոսյանով։ Ու այստեղ հիմա Ամերիկայում չլսված ուղղակի մի վերականգնողական կենտրոն է սկսել Աստված, գործունեությունն ենք ծավալում, այնպես որ իզուր չի, երբեք իզուր չի Աստծուն ծառայել, երբեք իզուր չի Աստծո ընթացքով անցնել, թեկուզ այսօր վերջը չես տեսնում, բայց եղի հավատարիմ, մնա հավատարիմ մինչև վերջ։ Աստված օրհնի ձեզ, շնորհակալ ենք Հիսուսին, Աստված օրհնի, որ դուք էլ մեծ հետ եք։